Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, սկզբում կխնդրեի եւս մեկ անգամ լինել ավելի ակտիվ։ Բաժանորդագրվել ալիքին, հավանել նյութերը եւ եթե հնարավոր է տարածել դրանք, կանխավ շնորհակալ եմ։ Լոս Անջելեսի արջի դեպքը կարծում եմ բոլորն են հիշում, երբ փորձ էր արվել հնարամտության ապահովագրությունից գումար ստանալ։ Գործով անցնող 4 անձից 3-ը դատապարտվել են 180 օր ազատազրկման։ Հանգստյան օրերի բանտային ծրագրի շրջանակում է դա լինելու, ինչպես նաև 2 տարվա վերահսկվող փորձաշրջանի։ Սա նշանակում է, որ շաբաթվա ընթացքում նրանք կմնան տանը, կաշխատեն, իսկ հանգստյան օրերը կանցկացնեն բանտում։ Դատախազության տվյալներով մեղադրյալները կազմակերպել էին կեղծ արջի հարձակումներ շքեղ ավտոմեքենաների վրա։ Խոզարկության ընթացքում իրավապանները կասկածյալների տանը հայտնաբերել էին նաև արջի կոստյում, որը ենթադրաբար օգտագործվել էր խարդախության համար։ Ըստ պաշտոնական տվյալների, ապահովագրական ընկերություններին պատճառված ընդհանուր վնասը կազմել էր $141,839։ Գործով անցնող Ալֆիա Ցուկերմանը, Ռուբեն Թն եւ Վահեմն ընդունել են մեղքը ապահովագրական խարդախության մեջ։ Դատարանը նաև պարտավորեցրել են նրանց վճարել փոխհատուցում տասնյակ հազարավոր դոլարների չափով։ Գործով եւս մեկ կասկածյալ Արարատ Չն պետք է ներկայանա դատարան 2026 թվականի սեպտեմբերին։ Այսօր առավոտյան մնայսում իրականացվել է իրավապահ գործողություն, որտեղ ներգրաված են եղել ինչպես FBI, ՀԴԲ-ի, այնպես էլ Լոս Անջելեսի ոստիկանության ստորաբաժանումները։ Գործողությունը տեղի ունեցել Լեմա եւ Ակվադուկտ փողոցների հատվածում 405 մայրուղու հարևանությամբ։ Լրատվամիջոցներում տարածված կադրերից պարզ է դարձել, որ տարածքում տեղակայված են եղել զրահապատ մեքենաներ, իսկ տանտանիքին դիպուկահար։ Իրավապանները գործել են ուժեղացված ռեժիմով օգտագործելով հատուկ տեխնիկա, այդ թվում օդային դրոններ։ Տունես նկարագրության գտնվում է փակ տարածքում հիմնական ճանապարհից հեռու, ինչը բարդացրել է մուտքը։ Գործողության ավարտին տեղում աշխատող լրագրողների փոխանցմամբ առնվազն 8 մարդ է բերման ենթարկվել։ FBI պաշտոնապես հաստատել է, որ մասնակցել է գործողությանը, սակայն նշել է, որ հանդես է եկել որպես աջակցող կառույց մեկ այլ պետական գերատեսչության իրականացրած խուզարկության շրջանակում։ Այս պահին դեռևս պարզ չէ, թե որ մարմինն է եղել հիմնական գործողությունը իրականացնողը։ Դեպքի մանրամասները շարունակում են ճշտվել եւ սպասվում է, որ առաջիկայում կհրապարակվեն նաև լրացուցիչ տեղեկություններ։ Լոս Անջելեսում ձերբակալվել է R&B երգիչ Դեյվիդ Էնթոնի Բյորքը, որը հայտնի է որպես D4VD, 14-ամյա Սելեստ Ռիվաս Հերնանդեսի սպանության կասկածանքով։ Իրավապահ մարմինների տվյալներով 21-ամյա Բյորքը կալանավորվել է առանց գրավի հնարավորության եւ ներկայումս գտնվում է ոստիկանության հսկողության տակ։ Գործը լայն արձագանք էր ստացել 2025 թվականին։ Սեպտեմբերին աղջկա մարմինը հայտնաբերվել էր Թեսլա Մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, որը գտնվել էր Հոլիվուդի քարշակման տարածքում։ Ավտոմեքենան գրանցված է եղել հենց Բյորքի անունով։ Դեպքից հետո երգիչը չեղարկել էր իր համերգային շրջագայությունները եւ դադարեցրել ալբոմի թողարկումը։ Նշվում է նաեւ, որ նա սկզբնական փուլում չի համագործակցել քննության հետ։ Գործը պետք է ներկայացվի Լոս Անջելեսի շրջանի դատախազությանը, որտեղ կորոշվի բավարար են արդյոք ապացույցները մեղադրանք առաջադրելու համար։ Այս պահին քննությունը շարունակվում է եւ իրավապանները փորձում են բացահայտել դեպքի ամբողջական հանգամանքները։ Միացյալ Նահանգների ներգաղթի եւ մաքսային ծառայության ICE ժամանակավոր ղեկավար Թոդ Լայոնսը պաշտոնից կհեռանա մայիսի վերջին։ Լայոնսը նշանակվել էր 2025 թվականի մարտին եւ ղեկավարում էր այն գերատեսչությունը, որը գտնվում էր վարչակազմի ներգաղթային քաղաքականության կենտրոնում։ Նրա ղեկավարության ընթացքում ICE-ը ստացավ զգալի ֆինանսական աջակցություն կոնգրեսից, ինչը թույլ տվեց ընդլայնել ինչպես անձնակազմը, այնպես էլ պահման կենտրոնների կարողությունները։ Աճեց նաեւ ձերբակալությունների թիմը համապատասխանելու վարչակազմի պահանջներին։ Լայոնսը բազմիցս պաշտպանել է իր աշխատակիցներին, նշելով, որ նրանց են ենթարկում անհիմն քննադատության ուղղակի օրենքը կիրառելու համար։ ICE-ը ներգրաված է մի շարք աղմկահարույց գործողություններում ամերիկյան խոշոր քաղաքներում, այդ թվում Չիկագոյում եւ Մինեսոտայում։ Այդ գործողություններից մեկը դադարեցվեց այն բանից հետո, երբ բողոքի ալիք բարձրացավ կապված 2 ամերիկացի ցուցարարների մահվան հետ։ Լայոնսի գործունեությունը քննադատության թիրախ դարձավ նաեւ կոնգրեսում անցկացված լսումների ժամանակ։ 3 լսումները վերածվեցին լարված բանավեճի, երբ օրենսդիրներից մեկը նրան ուղղեց սուր եւ անձնական անգամ հարցեր, անդրադառնալով նրա կրոնական համոզմունքներին, պատասխանատվությանը տեղի ունեցած դեպքերի համար։ Լայոնսը հրաժարվեց պատասխանել հարցերին։ Որոշ օրենսդիրներ նույնիսկ կոչարեցին դադարեցնել ICE ֆինանսավորումը եւ վերացնել առհասարակ գործակալությունը, պնդելով, որ այն վնասում է հասարակությանը։ Գնանք մերձավոր արևելք, ապա կրկին կվերադառնանք Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ-Իրան լարվածությունը շարունակվում է Հորմուզի նեղուցի շուրջ։ Իրավիճակը շարունակում է մնալ հակասական եւ անկայուն։ Թեև պաշտոնական հայտարարություններով նշվում է, որ նեղուցը բաց է առևտրային նավերի համար, իրականում այն շարունակում է գործել խիստ վերահսկողության եւ բարձր ռիսկի պայմաններում։ Միացյալ Նահանգների զինված ուժերը շարունակում են ակտիվ ներկայությունը տարածաշրջանում։
Ամերիկյան կողմը հայտարարում է, որ սկսել է հնարավոր ծովային ականների մաքրման գործողությունները, ինչը վկայում է ռազմական վտանգի առկայության մասին։ Միևնույն ժամանակ որոշ նավեր արդեն վերականգնում են իրենց երթուղիները եւ անցնում նեղուցով, սակայն դա տեղի է ունենում զգուշավոր պայմաններում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարճ ճեպազրույցում հայտարարել է, որ ընթացիկ օրերը կարող են վճռորոշ լինել եւ նշել է, որ մեծ օր է սպասվում առջևում։ Թրամփը հստակեցրել նաև Միացյալ Նահանգների կողմից կիրառվող շրջափակման հարցը, հայտարարելով, որ այն կդադարեցվի անմիջապես այն պահին, երբ համապատասխան համաձայնագիր ստորագրվի։ Նախագահը նշել է, որ բանակցությունները վերաբերում են ոչ միայն Իրանին, այլև Լիբանանին, ինչը վկայում է տարածաշրջանային ավելի լայն գործընթացների մասին։ Չնայած Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարին գրանցվել են նոր հարվածներ։ Իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Լիբանանի հարավում զոհվել է առնվազն 1 մարդ, ևս մի քանի մարդ վիրավորվել են։ Լիբանանում տեսանելի են նաև մարդասիրական ծանր հետևանքները։ Շաբաթներ տևած մարտերից հետո հազարավոր տեղահանվածներ սկսել են վերադառնալ իրենց բնակավայրեր, սակայն իրավիճակը շարունակում է մնալ անորոշ։ Շատ շրջաններ դեռևս վնասված են, ենթակառուցվածքները խաթարված, իսկ անվտանգությունը ոչ լիովին երաշխավորված։ Լիբանանի նախագահը հայտարարել է, որ նպատակ ունեն վերականգնել երկրի ինքնիշխանությունը եւ վերահսկողությունը հարավային շրջանների նկատմամբ, միաժամանակ պահանջելով Իսրայելից դադարեցնել հարվածները, դուրս բերել զորքերը եւ ապահովել խաղաղ պայմաններ բնակչության վերադարձի համար։ Ժոզեֆ Աունը շեշտել է, որ որևէ բանակցություն չի կարող նշանակել ազգային իրավունքներից հրաժարում կամ երկրի ինքնիշխանության խախտում։ Նրա խոսքով Լիբանանը մեծ կորուստներ է կրել եւ այդ զոհերը չեն կարող մոռացվել, սակայն նոր զոհերի թույլատրումը այլևս անընդունելի է։ Աունը հայտարարել է, որ ընտրությունը ինքնակործանման եւ զարգացման միջև է եւ Լիբանանը պետք է ընտրի զարգացման, կայունության եւ բանականության ճանապարհը, մերժելով այն քաղաքականությունն ու քայլերը, որոնք տանում են դեպի նոր պատերազմներ։ Նա ընդգծել է, որ պատրաստ է ամբողջությամբ կրել պատասխանատվությունը երկրի ապագայի համար եւ անհրաժեշտության դեպքում գնալ ցանկացած քայլի երկրի պաշտպանության եւ ժողովրդի անվտանգության ապահովման համար։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լիբանանի ուղղությամբ գործողությունները դեռևս ամբողջությամբ ավարտված չեն։ Ըստ ներկայացված տեղեկության Իսրայելի բանակը շարունակում է վերահսկել այն տարածքները, որոնք զբաղեցրել է ցամաքային գործողությունների ընթացքում։ Նշվում է, որ Հեզբոլայի ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը դեռևս ամբողջությամբ ավարտված չէ եւ խմբավորման զինաթափումը շարունակում է մնալ հիմնական ռազմավարական նպատակներից մեկը։ Ստեղծվել է անվտանգության գոտի, որը ձգվում է մոտ 10 կիլոմետր խորությամբ սահմանագծից դեպի Լիբանանի ներս։ Այդ գոտին տարածվում է արևմուտքում միջերկրական ծովի ափից մինչև արևելքում Հերմոն լեռան հատված։ Անվտանգության գոտուց դեպի Լիտանի գետ ընկած հատվածը դեռևս ամբողջությամբ չի մաքրվել զինյալներից եւ զինամթերքից։ Իսրայելի ռազմական ղեկավարը հայտարարել է, որ այդ խնդիրը պետք է լուծվի կամ դիվանագիտական ճանապարհով, կամ եթե անհրաժեշտ է, ռազմական գործողությունների շարունակությամբ, նույնիսկ հրադադարից հետո։ Վերադառնանք Միացյալ Նահանգներ։ Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունը երկրպագուների համար կարող է թանկ արժանալ ոչ միայն տոմսերի, այլև տրանսպորտի պատճառով։ Նյու Յորքից դեպի Նյու Ջերսի MetLife մարզադաշտ մեկնելու եւ վերադառնալու գնացքի տոմսը կարող է արժանալ շուրջ $150, ինչը գրեթե 12 անգամ գերազանցում է սովորական 12.90 արժողությամբ ուղևորը։ Մարզադաշտը, որտեղ անցկացվելու են 8 հանդիպում, ներառյալ եզրափակիչը, գտնվում է Նյու Ջերսիում եւ այնտեղ հասնելու հիմնական միջոցը հանրային տրանսպորտն է։ Պաշտոնյաների հաշվարկով յուրաքանչյուր խաղի համար մոտ 40,000 երկրպագու կօգտվի զանգվածային տրանսպորտից։ Տրանսպորտի այս բարձր գինը բացատրվում է ծախսերի փոխհատուցման անհրաժեշտությամբ։ Նյու Ջերսիի տրանսպորտային համակարգի ղեկավարները նշել են, որ ընդհանուր ծախսերը կարող են հասնել շուրջ $62 միլիոն, մինչդեռ դաշնային ֆինանսավորումը ծածկում է միայն մի մասը։ Նահանգապետը հայտարարել է, որ չեն ցանկանում փակել աշխարհի առաջնության ծախսերը եւ փորձում են կանխել ֆինանսական այն բեռը, որը կլինի հարկատուների վրա։ Սակայն այս որոշումը քննադատության է արժանացել։ FIFA-ն հիշեցրել է, որ նախնական համաձայնագրերով նախատեսվում էր երկրպագուների համար անվճար տրանսպորտ, եւ նման բարձր գները հակասում են պայմաններին։ Մարզադաշտի մոտակայքում էլ գտնվող կայանատեղիները նույնպես կբարձրացնեն վճարները մինչև $225, ինչը լրացուցիչ բեռ է լինելու երկրպագուների համար։ Մինչդեռ այլ քաղաքներում իրավիճակը տարբեր է։ Օրինակ Լոս Անջելեսը, Հյուսթոնը կամ մի շարք այլ քաղաքներ հայտարարել են, որ չեն բարձրացնելու տրանսպորտի գները եւ կպահպանեն դրանք հասանելի մակարդակում, նույնիսկ ավելացնելով տրանսպորտային ծառայությունները։
Միացյալ Նահանգներում ավտոմոբիլային շուկայում նոր խոշոր հետկանչ է հայտարարվել։ Ford ընկերությունը հայտարարել է, որ հետ է կանչում մոտ 1.4 միլիոն F150 պիկապ մեքենա կապված տեխնիկական խնդիրների հետ, որոնք կարող են վտանգ ներկայացնել վարորդների համար։ Խնդիրը վերաբերում է մեքենաների փոխանցման համակարգին։ Դաշնային կարգավորիչների հետաքննությունը ցույց է տվել, որ որոշ մեքենաների մոտ հնարավոր է անսպասելի փոխանցման իջեցում առանց վարորդի միջամտության։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել մեքենայի հանկարծակի դանդաղեցման եւ ստեղծել վթարային իրավիճակ ճանապարհին։ Միացյալ Նահանգների ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը հայտնել է, որ արդեն իսկ արձանագրվել են դեպքեր կապված այս խնդրի հետ։ Հետաքննությունը սկսվել էր 2025 թվականի մարտին, այն բանից հետո, երբ ստացվել էին բազմաթիվ բողոքներ 2015 թվականից 2017 թվականների արտադրության F150 մոդելների վերաբերյալ։ Խնդրի լուծման համար Ford-ը նախատեսում է թարմացնել մեքենաների ծրագրային ապահովումը, վերանորոգելով փոխանցման կառավարման մոդուլը։ Սպասարկման աշխատանքները կիրականացվեն կենտրոններում անվճար։ Բժշկական ոլորտում կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար նորարարական մոտեցում է փորձարկվում, որը կարող է փոխել ավանդական վիրահատական մեթոդների կիրառությունը։ Խոսքը վերաբերում է կրիոթերապիա կոչվող տեխնոլոգիային, որը նախատեսված է հատկապես ցածր ռիսկային ուռուցքների բուժման համար։ Սովորաբար կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը ենթադրում է անզգայացում, վիրահատություն եւ երկար վերականգնման շրջան, սակայն նոր մեթոդը հնարավորություն է տալիս խուսափել վիրահատությունից։ Կրիոթերապիայի կամ կրիոաբլյացիայի դեպքում բժիշկները ուռուցքը ոչ թե հեռացնում են, այլ սառեցնում, օգտագործելով հատուկ սարքավորում։ Գործընթացի ընթացքում ուռուցքի մեջ տեղադրվում է բարակ զոնդ ուլտրաձայնային հսկողության տակ։ Այնուհետև համակարգը շրջանառում է հեղուկ ազոտ, որի արդյունքում ուռուցքը սառչում է եւ ձևավորվում է սառույցի գունդ։ Այս սառեցումը ոչնչացնում է քաղցկեղային բջիջները, իսկ ժամանակի ընթացքում օրգանիզմը ինքնուրույն է ներծծում վնասված հյուսվածքը։ Մեթոդը մշակված է IceCure Medical ընկերության կողմից եւ ներկայումս կիրառվում է սահմանափակ դեպքերում, հիմնականում 70 տարեկանից բարձրային հիվանդների համար, որոնց մոտ առկա է մինչև 1.5 սանտիմետր չափի ցածր ռիսկային ուռուցքներ։ Բուժումն իրականացվում է տեղային անզգայնացմամբ եւ հաճախ տևում է 1 ժամից էլ քիչ, իսկ հիվանդը նույն օրը կարող է տուն վերադառնալ։ Մասնագետների խոսքով այս մեթոդը կարող է ապահովել ավելի արագ վերականգնում, նվազագույն սպիացում եւ ավելի քիչ բարդություններ համեմատ ավանդական վիրահատությունների հետ։ Այնուամենայնիվ, տեխնոլոգիայի կիրառումը դեռևս սահմանափակ է եւ նախատեսվում է ավելի լայնածավալ հետազոտություն շուրջ 400 հիվանդի մասնակցությամբ, որպեսզի գնահատվի դրա արդյունավետությունը եւ անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում։ Բուժում անցած հիվանդներից մեկը 80-ամյա Պեգի Ստելինգը նշել է, որ այս տարբերակը իրեն մեծ հանգստություն է տվել, հատկապես այն բանից հետո, երբ ուռուցքը հայտնաբերվել էր պլանային մամոգրաֆիայի ընթացքում։ Նա նաև ընդգծել է կանոնավոր բժշկական ստուգումների կարևորությունը, կոչ անելով կանանց չանտեսել կանխարգելիչ հետազոտությունները։ Այսքանն էինք առանձնացրել օրվա լրահոսից։ Եթե կարևոր իրադարձություններ լինեն, ապա հանգստյան օրերին կլինենք եթերում, եթե ոչ, ապա կհանդիպենք երկուշաբթի։ Ես Արություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։